Իսկ դու գիտես, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը այդ երկար բառը ԱՊԱ-ն է։ Ապահովադիրը դա կարելի ասել հաճախորդն է, ով կնքում է ապահովագրական ընկերության հետ երկկողմ պայմանագիր, օրինակ ԱՊԱ։ Ապահովագրողը դա ապահովագրական ընկերությունն է, հենց ով որ իր վրա վեկալում է այդ պարտավորվածությունը, աստված մի հարասցե ինչ որ պատարի դեպքում։ Շահառուն դա պետք է տարբերել օրինակ ապահովադրից նրանով, որ շահառուն դա հատուցում ստանալու իրավունք ունեցող անձն է, իսկ ապահովադիրը կարող է յուրաքանչյուրը լինել, բայց չստանա հատուցում, իրավունք չունենա։ Ապահովագրավճարը դա այն վճարն է, որը հաշվարկվում է այդ ծառայության դիմաց, օրինակ ԱՊԱ-ս 40,000 դրամ է։ Ապահովագրական գումարը դա այն գումարն է, որի շրջանակում ընկերությունը, այսինքն ապահովագրողը վեկալում է իր վրա պարտավորվածություն, օրինակ մինչև 1.8 միլիոն ԱՊԱ-ն կհատուցեմ։ Ապահովագրական պատահարը դա ճանապարհատրանսպորտային պատահարն է, աստված մի հարասցե իհարկե վրա երթն է, դա համարվում է ապահովագրական պատահար եւ օրինակ դա ԱՊԱ-ով է շարունակվում։ Ապահովագրական սակագինն է դա այն գործակիցն է, որով հաշվարկվում է վճարը, այսինքն ապահովագրավճարը, որը դուք